Հատեցի վրա ապայ փորձակնությունների ազգային նվոյի կողմից կարծրված վիճակը, հատեցի ամբողջականության խախտումներ և պետքի ամբողջականության խախտումներ չկան։ Ըստ փորձակնության ազգային նվոյի կողմից կարծրված դիտակի հատեցում արկային 23-020 փորձակնությամբ ուսումնասիրված ներկայացված հաղորդումները և հաղորդի հատվածները հատեցի կրում է 4 համար։ Հատեցում իր էվցին արկային նաև առանձին պոլետիլենային տոպրակներ։ Դրանցից առաջինը Միշա Դումիկյանի 7 կոդրակ 4 պատետն է, թիվ 906-510-23 նախակնականաբարը Միշա Դումիկյանի հագուստներ։ Այրված վիճակում գտնվող շարժանակագույն անանման հետքերով հագուստի մնացորդներ։ Ամբողջական չեն, հետևյալ տեսք։ Հանուն ազգանունները կամաց կացեց, հանուն դատակապ, բարձր մի կարդ, հանուն ազգանունները։ Հանուն ազգանունները բարձր մի կարդ, կամաց։ Երեխեք է հանուն ազգանուններն ասեն, բարձր մի կարդ։ Ուրեմն, եթե չեք ընթերցում, որպեսզի համոզվենք հատքի պարունակությունից, իրոք ավարտը պարոն Մորիկյանից ուս կտամ և կբաց են Պաշտոնական կողմ է, ծանկությունի կարող Ես կաղուշինն է պետք է երևի դասել է Ամբողջականությունը հագուստի անթև մայկար, ինչ-որ հետքերով, ինչպես նաև վրանքան սև գունի բծանման հետքեր ամբողջական մակերեսի վրա ներողություն տարածվող Բայց գալիս ացախի հոտ։ Պատաժան դատան, չէ վետվեք են պողոքեն։ Պատաժան դատան, արկնայթ է, որ ստեղ կաղուշի, եթե սա պատկանում է կաղուշին, արկնայթ է կամնակրատի հետքեր են, որտև արկնայթ ստեղ պետրվածության հետքեր կան, այրվածքի որևէ հետ պես, առնվազն պես այն մասի որևէ ձևով աղկա չէ, կտրվածքը արկա է թևին հատվածը և դիմացի հատվածը։ Մի կպեք, յորջան, մի պամոճականություն է խապտի։ Չգիտեմ, ինչ նյութից ստեղ չգիտես անհայտ տեսակի նյութից կսվածք է, բայց ակնհայտ է, որ այրվածքի որևէ հետք չկա, այս հանգամանքը ուշադրություն գրավեց, եթե սա գարուշիներն ու նրա հաջիներն է։